Հիմա դուք ըստ էության խոչընդոտում եք հանձնաժողովի նիստերի աշխատանքը պարոն Պարոն Առաքելյան, ինչու՞ չէ կարող սպասել, որ նիստը վերջանա, նոր լրագրողները դուրս գան։ Ինչ խնդիր կա։ Ինչ են անում իրենք, որ ուղղակի մասնակցում են հանձնաժողովի նիստին։ Երբ որ նրանց արգելված չէ, իրենք անցածություն են։ Եվ ընտրենք ձեր ձեռքերը հանեք։ Եվ հազար ներողություն կներեք։ Ես հարցազրույց չէի տալի, դրա համար ձեռքերից գրպանումս էր։ Դուք տեսաք, որ ես հարցազրույց էի տալիս։ Ես չէի ուզում խոսեի։ Հարցը հնչել լրագրողի կողմից, որ Մինչև էդ էր հնչել։ Նախագահը թույլ է տվել, որպեսզի տվյալ լրագրողները նիստին մասնակցեն, դրանից հետո նոր դուրս հրավիրեն իրենց ըստ կարգի։ Խոսքը դրան է վերաբերում։ Չեք մեկնաբանում։ Ոչ։ Ինչու։ Որտեղ դուք բոլորս պետքա ծանոթ լինեք։ Ինչի Մենք ծանոթ։ Ռեժիմի եւ հավատարմագրման կարգին ծանոթ եք։ Անցաթղթե իջեցրել։ Կներեք։ Լրագրողների համար հատուկ անցաթղթե իջեցրել եւ լրագրողները падգամավորի գործունեությունը այս պահին լուսաբանում են։ Ոչ, այդպիսի բան գրած չկա այնտեղ։ Հստակ կներեք, հստակ նշած է, որ տվյալ լրագրողը падգամավորի կամ падգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է падգամավորի հետ, սենյակում հետ է գալիս եւ հետ է ուղեկցվում։ Հիմա կարաք բացատրեք։ Ինչի մասին է խոսքը։ Աշխատանքը լուսաբանելու չի կարող։ Շորտ խնդրում եմ էլի դուք ստորագրում եք այդ փաստաթղթի տակ։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում նորից ծանոթացեք։ Շնորհակալություն։ Արդեն կպատասխանեք, թույլ է տվել, խոսքը դրան է վերաբերում, այստեղ կարգավորումը որն է։ Անդրանիկ Քոչյանը կամ որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ բացի հավատարմագրված լրագրողներից այլ լրագրողների գործունեություն իրականացնել, շնորհակալություն։ Օրենքի կարգավորում չկա նման, որ իրանք Գեգամ Մանուկյանը իր բան կարող է ծանոթ չլինել, բայց դուք պետքա ծանոթ լինեք։ հիմա ինչ է օրենքներից է մեջբերում անում։ Թույլ տվեք, որպես աշխատողները Դուրս պետք է հրավիրենք, եթե ինքնակամ չեն լքում։ Բայց նիստը կարող է ասած դեմ։ Ես նորից եմ կրկնում։ Ասած նիստի աշխատանք որ ոչնչով չէ։ Ասեն աշխատանքության հարցը։